Առաջին ալիքը և թատրոն 32-ը ներկայացնում են։ Լինում է թե չէ, ով գիտե հաստատ, և ինչն է հաստատ աշխարհքի վրա։ Աշխարհքում հաստատ մի բան կա մենակ, այն է, որ հաստատ ոչ մի բան չկա։ Հայ մեծերից Եղիշե Չարենցը Հովհաննես Թումանյանի մասին գրել է. Թումանյանի երգերը կարդալիս միշտ ես միտք եմ անում, թե արդյոք կարող եմ ես էլ լինել այդքան իմաստուն, երբ լինեմ ծեր։ Կարողանամ պիտի ես էլ արդյոք ինչպես նա այդքան հանգիստ ընդունել թե անկում, թե մահ։ Շաղ տալ ձեռքով լիառատ երգեր ու գանձեր իմաստությամբ անարատ, երբ լինեմ ծեր։ Պոետ, հասարակական գործիչ, մեծ մտածող, անվերջ ու անվերջ կարելի է թվել նրա կոչումներն ու շնորհները։ Ողջույն Տիկին Թուղկյան։ Ողջույն։ Ես չի ուզենա, որ մեր զրույցը ծավալվեր ավելի շատ Թումանյանի կեսագրության վրա։ Կուզեմ հիշենք ինչ-ինչ դեպքեր կամ ինչ-ինչ շնորհներ, որ Թումանյանը ուներ, բայց շատ քչերին է հայտնի։ Օրինակ ես վերջերս իմացա, որ Հովհաննես Թումանյանը նաև պայծառատես էր։ Հա, լավ ինտուիցիայով էր օժտված եւ դա անշուշտ երազներով կարողանում է գուշակել։ Եվ դա ժառանգել էր իմիջայլոց իր ծնողներից թե հայրը եւ թե մայրը շատ զորավոր ինտուիցիա ունեին, կանխազգալու ունակություն ունեին։ Նաև ես գիտեմ, որ Թումանյանը հրաշալի դիպուկահար էր, կարողանում էր մատանումից կրակել, որը գալիս էր իր նախնիներից, չէ՞, որոնք շատ ճիշտ, որովհետև նախնիները հմուտ զորականներ են եղել եւ դա ժառանգաբար անցել է, անգամ իր նախնիների մասին Խաչատուր Աբովյանը ունի վերք Հայաստան վեպում։ Եվ ցարական բանակում ծառայել են անշուշտ, որտեղ Արևելյան Հայաստանի բնակիչներ են եղել եւ մեծ տիտղոսների արժանացել են իրենց քաջության համար եւ նվիրվածության համար ռուսաց ցարին։ Ասացիք, որ շատ արդիական է, որ խոսենք հասարակական գործունեությունից։ Թումանյանը, ինչպես հայտնի է, շատ բուռն ապրում էր այդ կյանքով, հասարակական գործունեությամբ, ու նաև ինչ-ինչ տվյալներ նաև խեղաթյուրված են հասնում մեզ։ Ոչ թե խեղաթյուրված, այլ կիսատ, ես կասեի, եւ ճիշտ, դրանից խեղաթյուրված։ Նույն թաթարների դեմ իր կռիվը։ Այո, հատկապես հենց այդ պատմությունները 1905-6 թվականների հայ-թաթարական բախումները, որոնք անշուշտ հրահրված էին ռուսների կողմից, որովհետև ժողովուրդները երբևէ պատերազմ չեն ուզում, իշխանություններն են դրդում իրենց շահերը հետապնդելով, եւ մենք միշտ լսել ենք, որ Թումանյանը ջերմակ դրոշով գալիս է սահման երկու ուրեմն հակամարտող ժողովուրդների միջև հաշտեցություն խնդրում։ Այդ խնդրել բառը ես շատ կուզենայի, որ մեկ ընդմիշտ մեր մտածողությունից դուրս գա, թշնամուն չեն խնդրում, թշնամուն պարտադրում են, բայց քանի որ ինքը խաղաղասեր մարդ էր, պացիֆիստ էր իր էությամբ, ուրեմն առաջին հերթին պիտի խաղաղություն առաջարկեր։ Եվ եթե համաձայն չեն սրան, ուրեմն Թումանյանը խոստանում էր նրանց ոչնչացնել պարզապես։ Ու ամբողջովին պատրաստ էր դրան։ Անպայման, որտեղ նախ զորքով թրով թվանքով էր գնում, հետո ինքը միշտ ատրճանակ ուներ իր հետ եւ քաջ տղաներով էր գնում։ Ես կուզեմ խոսենք Անդրանիկի հետ առաջին հանդիպման մասին, որ շատ հետաքրքիր պատմություն է։ Անդրանիկ արդեն ես ասում իր փառահեղ հաղթանակները տարած ծպտյալ անշուշտ գալիս է Թիֆլիս եւ Պարույր մականունով, այո։ Եվ ցանկություն է հայտնում արդեն Անդրանիկն էլ գիտեր բնականաբար Թումանյանի մասին իբրև գործիչ, մենք հիմա մի կողմ ենք դնում իբրև գրող, եւ Սևքարեցի Սաքո կա, հայդուկ, որին падիշահ դիտխոսն էին տվել թշնամիները, այս Սաքոն միջնորդ է լինում, գալիս են տուն Թումանյանից, Թումանյանը ընտանիքին որևէ բան չի ասում, թե ով է մեր հյուրը, բայց երեխաներին առաջարկում է Անդրանիկի մասին երգեր երգել եւ հետո այդ մեծ աղջիկն ու տղան Աշխենը եւ Մուշեղը իրենց սենյակում քչփչ արդեն ոնց որ գլխի են գնում թե սա ով է։ Մենք գիտենք, որ Թումանյանը ուներ մի քանի կոչումներ։ Այո։ Ամենայն հայոց բանաստեղծ, որը ինքն իրեն է։ Այո, բայց առաջինը դա չի եղել։
Ամենայն հայոց Թամադա, ամենայն հայոց որբերի հայրիկ, ու այդ երկուսը շատ կոնկրետ կապված են իրար հետ, ամենայն հայոց բանաստեղծ եւ որբերի հայր, որովհետեւ ցեղասպանության հետ է կապված։ Երբ որ եղավ Արևմտյան Հայաստանում, հետո արդեն Էջմիածին եկավ ցեղասպանությունից մազապուրց որբուկների եւ գաղթականների համար նպաստամատույց անելու եւ հիվանդանոց եւ որփանոց բացեց, այո, կացար։ Հիմա արդեն եղանակները վատացել էին եւ նրանք բացօթյա այդ ամբողջ տարածքում Էջմիածնի դիմեց մեկի միջոցով վեհապարին, որ Արտոնի եկեղեցիների ներսի տարածքները եւ իր վեհարանը, որ հենց նոր վերանորոգված էր, թույլ տա, որպեսզի այս որփուկները եւ գաղթականները ապաստան գտնեն ցրտից։ Վեհապարը արտոնում է միայն եկեղեցիները։ Հրիպսիմե, Գայանե, Մայր տաճարը, Շողակաթը։ Թումանյանը պահանջում է արդեն վեհարանի տարածքը, նորից մերժում է ստանում եւ շատ խիստ է խոսում կաթողիկոսի հետ։ Նա ասում է դու ինչպես ես ինձ հետ խոսում, չէ՞ որ ես ամենայն հայոց կաթողիկոսն եմ։ Այստեղ Թումանյանը չի դիմանացում, ես էլ ամենայն հայոց բանաստեղծն եմ։ Իհարկե անընդհատ կարելի է խոսել Թումանյանի մասին, բայց ցավոք մեր զրույցը մոտեցավ իր ավարտին։ Եվ ես ուզում եմ եզրափակել Վահան Տերյանի խոսքերով։ Թումանյանի պալատում, ով սեղան չի նստել, նա չի տեսել խնդություն, աշխարհը չի տեսել։ Կանաչ վիթխարի ընկուզեն ուտակ, իրենց ասակի կարգով ցալ պատտակ, միասին բազմած, մի շրջան կազմած քեֆ էին անում եւ ուրախանում մեր հսկա պապերը, մեր հայրերը, գյուղի տերերը։ Մենք առույգ ու ժիր գեղջուկ մանունքներ, 3 դասընկեր։ Նրանց առաջին գլխաբաց կանգնած, ձեռքներս խոնար, սրտներից դրած, զիլ ուժեղ ձայնով նրանց սպասում տաղ էինք ասում։ Երբ զվարթաձայն մեր երգը լռեց, մռայլ Թամադեն բեղերն ոլորեց։ Ու նրա հետ վերցրին լիք բաժակները բոլոր մեծերը, ու մեզ օրնեցին։ Ապրեք երեխեք, բայց մեզ պես չապրեք։ Ժամանակ անցավ, նրանք էլ անցան։ Զվարթ երգերս վշտալի դարձան։ Եվ ես հիշեցի մեր օրը լալիս, թե մեզ օրնելիս ինչու ասացին, ապրեք երեխեք, բայց մեզ պես չապրեք։ Խաղաղություն ձեզ, մեր անբախտ պապեր, ձեզ տանջող ցավը մեզ էլ է պատել։ Այժմ տխրության թեքեֆի օրին, մենք էլ օրնելիս մեր զավակներին ձեր խոսքն ենք ասում։ Ապրեք երեխեք, բայց մեզ պես չապրեք։ Այն լորու ձորն էր, ուր հանդիպակաց, ժայռերը խորունգ, նոթերը կիտած, դեմ ու դեմ կանգնած համառ ու անթարդ, հայացքով իրար նայում են հանդարտ։ Նրանց ոտքերում գազազած գալիս, գալարվում է գիժ դև բեդը մոլի, խելագար թրջում քարերի գլխով, փրփուր է թքում անզուսպ երախով, թքում է զարկում ժերուտ ափերին, փնտրում է ծաղկած ափերը հին-հին, ու գոռում գիժ-գիժ, բաշվիշ, բաշվիշ, մութ անձավներից հազար ձևերով, քաչքերն անհանգիստ հտպիտ ձայներով, դևի հարաճքին արձագանք տալի, ծաղրում են նրա գոռոցն ահռելու, ու կրկնում են գիժ-գիժ, բաշվիշ, 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 բաշվիշ։ Գիշերը լուսնի երկչոտ շողերը, հենց որ մտնում են խավար ձորը, ալիքների հետ խաղում դողալով, անհայտ ու մռայլ մի կյանքի գալով, ոգի է առնում ամեն բան ենտեղ, շնչում է ապրում և մութն և ահեղ, են տախտի վրա աղոթում մի վանք, են ժայռի գլխին հսկում է մի բերդ, մութ հաշտարակից, ինչպես զարհուրանք, բույի կռինչն է տարածվում մերթ-մերթ, իսկ քարի գլխից լուռ մարդու նման նայում է ձորին մի հին խաչարձան։
Զարմանք բան է մեր բախտ նախպեր։ Հայ գործիչին ինչ էլ անես, լավ տեղ կտաս, պատիվ թեսեր, վերջը պետք է դու փոշմանես։ Ահա, ես ձեզ համրեմ միմի, մեղքն ասացեք ումն է հիմի։ Չէ, մեզանում Աստված վկա արժանավոր մի մարդ չկա։ Պոետն ասին տաղանդ ունի։ Մենք էլ դրինք գործակատար։ Բայց Տեր Աստված հեռու տանի, հաշիվն այնպես խառնեց իրար, այնպես անկարգ, ցրված եղավ, որ Խազեյնի զահլեն փախավ։ Չէ, մեզանում Աստված վկա մի շնորհքով պոետ չկա։ Դերասանին շատ գովեցին, այնքան ասին գլուխ տարան։ Մենք էլ տարանք, բանկի միջին մի հեշտ պաշտոն տվինք իրան։ Մի հեշտ պաշտոն, բայց տես այն էլ կարենում է գլուխ անել։ Չէ, մեզանում Աստված վկա մի հատ կարգին արտիստ չկա։ Վիպասանին քանքար ասին։ Մենք էլ արինք Աստվածաբան։ Բայց մի հարցրեք նրա մասին, թե ինչ կասի սովորող տղան, չէ իմանում պատմել իրավ, թե Քրիստոսն ինչպես հարյավ։ Չէ, մեզանում Աստված վկա կարգին մի վեպ գրող չկա։ Հայրենասեր ու հոգեխոս, քարոզիչ էր մեծ ու բարի։ Մենք էլ արինք պոլիտիկոս, ասինք թող մեզ կառավարի։ Բայց գործերը այնպես տարավ, որ աշխարհը լեզու առավ։ Չէ, մեզանում Աստված վկա մի հասկացող գլուխ չկա։ Վերջը խոսքս կտրում եմ կարճ։ Ով որ մեր մեջ ձայն է հանում, մենք քաշում ենք այսպես առաջ, բայց միշտ նրանք ետ են գնում։ Դուրս է գալիս մի օր հանկարծ, որ խաբված ենք աչքներս բաց։ Չէ, մեզանում Աստված վկա մի ընդունակ գործող չկա։ Մերուշք ինչու ես կախարդում սիրով հոգ երկելով։ Մեր աչք ինչու ես խափում ցնորական պատկերով։ Այս օրերում հարկավոր չէ զբոսանքներ հոգեկան։ Նայ կյանքի, մեզ կանչում են մեր եղբայրներն օգնության։ Իսկ դու անփույթ մեր տանջանքին, արվածներին մեր բախտի, արփեցնում ես արթուն հոգին քաղցր թույնով հեշտախտի։ Քո սիրային երգերի հետ նայիր սուք ենք մենք անում։ Բավական է, կանգնիր, պոետ, կյանքի կռվի սամանում։ Եվ տարածիր աչետ անձենք, ընդեմ չարին մահաբեր։ Մենք էլ այն ժամ քեզ հետ կասենք, մնաս բարյավ, կույս և սեր։ Սիրելի աչեր, որպես մութ գիշեր վարված աստղերով, անմեկի նահով ցնցում եք հոգիս։ Եվ մերթ նայելիս անդիմադրելի հրապուրանքով լի, սիրտս եք թափանցում, բայց դուք չեք խոցում, այլ լուր անվրդով, լուր այրվող խանդով գրկում եք ամուր սիրտս անձնատուր։ Եվ ճմլում այնքան քաղցր, դուրեկան, ո ոչ թե պաչել, այլ ապշած պաշտել ձեզ միայն կուզեի, սիրատենչ սրտի ջերմ խոսակիցներ, սնորակ աչեր։ Կյանքում ես միշտ այսպես եմ եղել, հնդացող տխուր, սրտաբեկ ուրախ։ Հազիվ ուզել եմ անհոգ ծիծաղել ու սրտիս խորքից հառաչել եմ ախ։ Գարնան երկինք է իմ դժբախտ հոգին, մերթ մութան պամած, մերթ մեղմ ու պայծառ։ Ու տարերքների ուժով ահագին շափառուկները ճնշում են իրար։ Իմ հոգին էլ այն երկնքի նման, որ տարածվում է ձեր գլխի վերև, ձեզ անհայտ, գաղտնի, տեսնում է շատ բան։ Եվ մոտ,
եւ հերու, եւ փայլուն, եւ սև։ Շեշտակի թափով բուրնում օլեգին, ամենայն կողմից ցոլանում, հոսում, լցվում է նրանք իմ անտակ հոգին եւ ալեկոծում, չարչարում, հուզում։ Ես հազար աչքով բաներ եմ տեսնում, որ թաքնված են լռության ետև։ Հազար ականջով ձայներ եմ լսում, որ դեռ սրտերում շշուկ են թեթև։ Եվ ամեն կողմից ձայներ ու ձայներ, քնքուշ, կատաղի, թախծալի, զվարթ, եւ ես ընկնում եմ, համբարնում եմ վեր, անզուսպ մոլեգնում կամ ծփում հանդարտ։ Լրփենի մի ձայն, եւ ինչպես մրրիկ վազում է արյունս իմ երակներում, պայթում է սիրտս, եւ օձի նման բարձրանում եմ ես, գալարվում։ Մի ձայն էլ ահա, տկար, խղճալի, եւ ես փոխվում եմ նորից ու նորից, ախ Աստված, Աստված, իմ փոթորկալի հոգին տանջվում է այսքան ձայներից։ Մենք ուխտ ունենք, միշտ դեպի լույս, ու գնում ենք մեր ճամփով, մրիկներով պատածան հույս, սև խավարով, մութ ամպով։ Մենք անցել ենք արյան ծովեր, սուր ենք տեսել ու կրակ, մեր ճակատը դեմ ենք առել մրիկներին հակառակ։ Ու թեպետև պատար-պատար մեր դրոշը սրբազան ու մենք չունենք տեղ ու դադար երկրից երկիր ցիրուցան, բայց գնում ենք մենք անվեհեր, զարկերի տակ չար բախտի։ Մեր աչքերը միշտ դեպի վեր, դեպի լույսը մեր ուխտի։ Այն մարդիկ, որ երկար ու լուրջ զբաղվել են մեր ժողովրդով, մեր մարդով, միշտ եկել են մի ծանր եզրակացության, թե շատ չարություն կա մեր հոգում։ Բայց քիչ են այս տեսակ ազնիվ ու քաջ մարդիկ։ Մեծ մասամբ ախտի գոյությունը ընդունելով հանդերձ իրենց առողջ են համարում ու միշտ ուրիշներին են հռչակում հիվանդ։ Ամեն մինը ինքը չար չի, կեղծավոր չի, հայհոյող չի, ստախոս չի, թայֆայական չի։ Այդ ամենը իրենից դուրս, ուրիշներն են։ Նայեցեք, գյուղացի ռանչպար մարդիկ են, հարևան, միասին մեծացած, իրար հետ օխտը բեռը աղ ու հաց կերած, բայց եթե մեկի արտը լավ է գալիս կամ անասունը բազմանում, մյուսը նախանձից հիվանդանում է, կամ ինչպես իրենք են ասում, արնով է ընկնում։ Վաճառականներ են, առևտուր են անում, թեկուզ մրցակիցներ էլ չեն, բայց մեկը մյուսի հաջողությունը լսելիս քունը կորցնում է, ու այնքան էլ իր գործի վրա չի մտածում, որքան նրա հաջողության վրա դարդ է անում, ու տեղնկած տեղը ոչինչ չի խնայի նրա գործին վնասելու։ Մամուլ կա, տասնյակ տարիներով ու անհամար դեպքերով փորձված է, էլ հայհոյակ, էլ զրպարտություն, էլ ափաշկարասուտ, էլ չարախոսություն, կեղծավորություն։ Մի հայտնի հրապարակախոս պատմում էր, թե պարզ խոսում էին մեր խմբագրատանը, թե այս կամ այն գրողին ինչքան լավ գրված հրատարակի։ Միշտ պետք է զարկել, ծաղրել կամ լռել։ Մի խոսքով ամեն կերպ աշխատել սպանել։ Միայն նրա համար, որ մեզ հետ չի, մեր թայֆիցը չի։ Ինչու է այսպես։ Պարզ հասկանալու համար երևույթի վրա պետք է նայել բնության ու պատմության օրենքների բարձրությունից։ Պատմությունը երկար դարերով մեզ դրել է բարբարոս ժողովուրդների ոտների տակ։ Իսկ ամեն կենդանի գոյություն, որ ոտնատակ է ընկնում, եթե չի մեռնում, այլանդակվում է, դառնանում ու փչանում։ Այսպես է բնության օրենքը։ Այն հասարակ վարունգի թուփնիչը հայտնի է, որ եթե նա էլ ոտի տակ է ընկնում, էլ նրա պտուղը չի ուտվում, այնքան է դառնանում։ Այնպես դառնանում ու դաժանանում է եւ մարդը, նրա հոգին, միտքը, սիրտը։ Արդ, եթե մենք ունենք ազգային իմաստություն, հոգու արիություն եւ առողջ բնազդներ, անկարելի է աչքներս փակենք մեր ծանր հիվանդության առաջ։ Եվ չզգանք, որ մեր հոգին շատ է դառնացած, մեր ներքին մարդը շատ է փչացած։ Ուրիշ ճանապարհ չկա։ Ներսից է լինելու հաստատ փրկությունը, որովհետև
ներսից ենք փչացած։ Համաշխարհային պատմության մեջ խոշոր մտածողներին իրենց պարզ ու շիտակ խոսքի համար անընդհատ ծաղրել են, չարախոսել, բամբասել, իսկ կառավարության կողմից նաև ձերբակալվել ու բանտարկվել։ Բացառություն չէր նաև Թումանյանը, որը ցարական կառավարության կողմից 1908 թվականին ձերբակալվեց եւ բանտարկվեց Մետեխի բանտում։ Իդեպ հենց 1908 թվականին Մետեխի բանտում Թումանյանը գրեց իր մի կաթիլ մեղրը։ Գյուղացի իրենց գյուղում խանութ սարքել բաներ ծախում։ Օրվա մի օր մոտի գյուղից Մահակնուսին շուն հետևից ներս է մտնում մի զրչոբա։ Բարի օր քեզ հայ խանութ բան մեղր չունես մի քիչ տասպես։ Ունեմ չովան ախպեր, ամանատուր է, ամանատվեր։ Ինչ տեղից որ ինքդ կուզես, այս սաատին քաշեմ տամ քեզ։ Էսպես հանգիստ, էսպես սիրով, մեղրի ծանուր, լավ խոսքերով, մեղր են քաշում, մինել հանգած, մի կատ մեղրը ծորոմեցած։ Տզեն գոմից մի ճանճ գալի, էս կաթիլին վեր է գալի։ Ճանճի վրա թակում, էս խանութի տիրոջ կատում, ճանճի վրա թակում, դուրս է ցատկում, թաթով զարկում։ Բայց հենց կատվի ցատկելու հետ հովի շունը իսկուն եւ է հաֆ է անում, վեր է կենում, խեղճ փիսիկին դնում տակին ձեռած խեղտում, ու շպրտում, խեղճ փիսիկին դնում տակին ձեռած խեղտում ու շպրտում։ Խեղտեց, վայ իմ կատուն, այս ցատկես դուրս չեմ որտոշը։ Բարկանում է խանութ բանը, ու ձեռնկած մոտիկ բանը, դուր թե կտա շանճակատի շուր է տալի կատվի կողքին։ Բայց ես մատա խասլան շունես, իմ ապրուստես, տեղես, տունդ քանդվի այ խանութվա։ Ախ եղջլիկ չար։ Ոնց դե դու իմ շանը զարկես, դե զարկելը հիմի դու տես։ Գորում է մեր աշդահակը, մեծագլուխ իր մահակը, ետ է տանում ու ցոս բերում խանութ բանի շեմքում փռում։ Ասպանեցի հայօգնություն սպանեցի վերի թաղը, ներքի թաղը, ճամփի վրից, խորձի տեղի, ճիչով լալով, հարայ տալով, էլ հերնում էր հիլու ախպեր, կին երեխեք, ընկեր տղեր, խոքանջաներ, քավոր սանհեր, չերի պեսա։ Ինչ իմանասելով ես սա։ Գալիս են ու անվերջ գալիս, ով գալիս է, դուրդ է տալիս, տոկոպիտար, հովայրենի։ Այս տեսակ էլ բան կլինի։ Դու արուտուր է կարանես, թե իր շեմքում մարդ սպանես։ Մին ասում են, 10 զարկում, ածանանում, մեջտեղ ձգում, իշան գողքին երկարում է, դեծեր մերել 3 հեկտարի։ Ու էստեղից մոտը գնում մոտիկ գյուղն է հասնում։ Հե օգնեցեք մերած հոչեք, սպանեցին մեր գյուղացու։ Ամեն մինը առասնի բան, որը ձեռինի հրացան, որը եղան, ցակատապսում, որը թիպա, որը շապում, որը կացում, որը պետով, որը ձիով, որը ոտով, որն անգտակ, որը բոբի, դեպի դուշման գյուղը մոտի։ Դու էսպես էլ անիրավ գյուղ, ոչ խիղճ ունեն, ոչ ահերկում։ Մարդ գնում է արհոտորի։ Հավաքվում են քաշում սերի։ Դու ձեր գեղի միջին մարդին, ձեր նամուսին, ձեր ադաթին։ Գնանք սարքենք, ջարդենք, կրակենք, հայ ու առաջ դե ձեզ տեսնեն։ Ու դուրս եկան իրար ու դես, հասակեցին ու զարկեցին, կոտորեցին, կրակեցին, ինչքան ավել կոտորեցին, այնքան ավել կատաղեցին, ջարդեցին իրար, ջինջեցին իրար, կորան գնացին, գետնին հավասար։ Կրակն ընկավ շեն ու քաղաքարուն աբեր չի չաղաղակ, ամեն կողմից սարսափ ու բոր, ամեն կողմից մեռելի հոտ, ամարձը մեր ողջ տարիներ մշակն անբանդաշտերն անցան ու կռիվը չդադարած, սովը եկավ համատարած, սովը եկավ սովի հեսա, ծաղկած երկին ամայած, իսկ մնացած մարդիկ իրար հարցնում են սարսափահար, թե որտեղից արդյոք ծագեց, այս ընդհանուր ահ